Ուկրաինան եւ Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն, հաջողությունը կարծես մոտ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերն այժմ պետք է հանդիպեն ամենաբարձր մակարդակներով։ Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է, դադարեցրեք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան եւ անիմաստ պատերազմի դադարեցմանը, Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, որ երեկ իր բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը բողոքել է, որ Կիևը դեռ չի ստորագրել Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։ Հուսով եմ այն կկնքվի անմիջապես, շեշտել է Թրամփը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ղրիմը մնալու է Ռուսաստանի կազմում։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ, դա ուկրաինացիների սեփականությունն է։ Մեզ համար Ղրիմը կմնա ժամանակավորապես օկուպացված տարածք, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, որ իր կառավարությունը չի կարող խախտել երկրի սահմանադրությունը։ Միաժամանակ նա ընդունել է, որ Ուկրաինան ներկայումս բավարար զենք չունի Ղրիմն ուժով վերադարձնելու համար։ Տարածքային հարցերի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան միայն լիակատար դադարից հետո, դրան հասնելու համար աշխարհն ունի պատժամիջոցներ, Ռուսաստանի վրա տնտեսական եւ դիվանագիտական ճնշման հնարավորություններ, հավելել է Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով եւ ցանկացած պահի։ Նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են նպաստել կրակի դադարեցմանը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Պակիստանին երկրորդ օրն անընդմեջ Քաշմիրի հովտի երկայնքով հրադադարը խախտելու համար։ Գերատեսչության տվյալով Հնդկաստանի բանակը պատասխան կրակ է բացել, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը եւ Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների համաձայնագիրը։ Պակիստանի իշխանությունն ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար եւ դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը։ Իսլամաբադից նաեւ նախազգուշացրել են, եթե Ինդոս գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության, Ալ Ջազիրա հեռուստաալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարարը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իրաքի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համատեքստում Իրաքի ինքնիշխանության կարեւորությունը։ Ռուբիոն բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը թույլատնելու եւ կառուցողական երկխոսությանը նպաստելու ուղղությամբ Իրաքի գործադրած ջանքերը։ Անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների եւ Իրաքի միջև տնտեսական գործակցության զարգացման, առևտրի եւ ներդրումների ավելացման հեռանկարին։ Քարտուղարը հիշեցրել է, որ օրերս Բաղդադը հյուրընկալել է ԱՄՆ առևտրային առաքելությունը։ Արդյունքում ամերիկյան ընկերությունների հետ միլիարդավոր դոլարների համաձայնագրեր են կնքվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։